Պարոն Նազարյան, Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանի հետ հակամարտությունը ել ավելի կարող է սրվել եւ առհասարակ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել։ Ըստ ձեզ Հայաստանը նշված իրավիճակում, երբ երկու կարևոր երկրներ կարող են երկարատև հակամարտության մեջ խրվել, ինչ քաղաքականություն պետք է որդեգրի։ Կարծում եմ Ամերիկա-Իրանյան պատերազմը այդքան երկար չի տևի, բայց եթե անգամ շարունակվի, Հայաստանը պետք է հանդես գա որպես երկու երկրների բարեկամ երկիր եւ փորձի իհարկե մեր կշիռը այն չի, որ ասեմ այնքան մեծ ազդեցություն ունենք, որ երկու երկրների վրա անմիջապես ազդեցություն կունենա, բայց թեկուզ եթե դու պատերազմը դադարեցնելու համար անգամ մի լումա ես ներդրում, դա արդեն դրական քայլ է, մենք պետք է աշխատենք հանդես գալ այն դիրքերում, որոնցում հիմա կանք առկա ենք, այսինքն չպաշտպանել որևէ մեկին եւ կոչ անել խաղաղության եւ նաեւ ներսում պատրաստվել ապրել այնպես, որ հնարավոր է Իրանի դեմ հարձակումը ավելի երկար տևի, քան սպասում ենք։ Այս դեպքում թրիփ նախագիծը կշարունակի կենսունակ լինել, այն հիմա կարծես թե դադար է տվել, որևէ տեղեկություն չկա։ Չէ, իհարկե դա թրիփի վրա կարող է անդրադառնալ անուղղակի, ուղղակի չի ազդի, բայց ամեն դեպքում ցանկալի կլինի իհարկե մեր համար եւս, որ Իրանի դեմ պատերազմը շուտ ավարտվի, որ այդ բոլոր ծրագրերն է, որը կարծում եմ ի օգուտ Հայաստանի է, իրականացվի։ Իհարկե, այս դեպքում, երբ որ Իրանում պատերազմ է եւ այդ պատերազմի մեջ ներքաշված է նաեւ թրիփի հիմնական կողմերից մեկը Միացյալ Նահանգները, բնականաբար իր ազդեցությունը բացասական կարող է ունենալ։ Ազգային ժողովի նախագահ օրեր առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է եւ հակառակը Հայաստանը Ադրբեջանի ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանից եւ նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունը հիմնականում հայտարարում է, որ հերթական դավաճանությունն է, ինչպես կարող է ագրեսորը մեզ երաշխավորել խաղաղություն։ Որոշ քաղաքական ուժերի հիմնական բանաձևը գոյության, սա է, որ Հայաստանը պետք է մշտական թշնամանքի մեջ լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչու՞ չէ նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ, որովհետեւ այս դեպքում մեկ այլ երկրի ազդեցությունը Հայաստանի վրա մեղմ ասած շատ կլինի։ Երբ որ Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը գիտակցում են, որ պատերազմները, հակամարտությունները միայն թուլացնում են իրենց եւ այստեղ որևէ մեկը շահող չի դառնա, բնականաբար դառնում է այսպես, ես մի անգամ ասել եմ, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը պետք եթե ցանկանում են եւ բնականաբար ցանկանում են լինել անկախ պետություն, ապա պետք է միմյանց հետ լինեն նորմալ խաղաղ հարաբերությունների մեջ, բարեկամության աստիճանը արդեն թող հետագա սերունդները որոշեն, իսկ հիմա մեզ պետք է գոնե նորմալ հարաբերություններ եւ ով չեմ կարծում, ուզում եմ ասել եւ ով սա չի գիտակցում, բայց իրական բոլորն է դա գիտակցում են, ուղղակի կան քաղաքական ուժեր, որոնք ինչ պատճառներից ելնելով մարդկանց փորձում են համոզել այն գաղափարը, որ ոնց կարող ենք մենք խաղաղ ապրել կամ ապրել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բայց այդ դեպքում եթե չենք կարող, ինչ եք առաջարկում Հայաստանը չլինի, եւ այս գաղափարը, որ ավելի լավ է մեր ֆիզիկական անվտանգությունը, քան անկախությունը, այսինքն բերենք մի մեծ երկիր, մտնենք դրա մեջ կամ այսպես կամ այնպես, որ գոնե ֆիզիկապես անվտանգ լինենք, դա շատ վատ տեղ է տանում եւ այսպես ես կառաջարկեի եկեք բոլոր հետով այդպես մտածում հավաքվեք գնացեք Մադագասկարում հանգիստ ապրեք։ Տեսեք, ընդդիմադիր պատգամավորներ ասում են, որ արժանապատիվ խաղացումը պետք է անդադ Ես մի բան ասեմ, էլի չկա նման բան, արժանապատիվ բառը խաղաղության հետ կպցնել չի կարելի, որովհետև խաղաղությունը միշտ արժանապատիվ է լինում։
Հակառակը դա կապիտուլյացիան է, պարտությունն է, չգոյությունն է, իսկ մեր դեպքում այսպես չի կարելի այդպես ասել, երբ որ իրենք ասում են մենք կողմ ենք արժանապատիվ խաղաղությանը, նրանք ստում են, որովհետև այդ արժանապատիվ բառի տակ իրենք ուրիշ բան են հասկանում, ասում են մենք պետք է հակառակ կողմին պարտադրենք մեր խաղաղության պայմանները եւ նրան կապիտուլյացիայի ենթարկենք, որը տանում է հերթական հակամարտությանը, հերթական պատերազմին։ Դուք նույն եք, ով պնդում է, որ պետք է արժանապատիվ խաղաղություն ընդհանրապես հարցրեք, ինչ եք հասկանում արժանապատիվ խաղաղություն ասելուց։ Թող բացատրեն, մենք էլ այդ իրենց ասացին, թե չէ, այսպես օդի մեջ ասել արժանապատիվ խաղաղություն, բա խաղաղությունը հենց արժանապատվություն է, երբ որ դու հանգիստ ապրում ես, արարում ես, ստեղծում ես, զարգանում ես, դա է, ուրիշ տարբերակ մենք չունենք, եթե ուզում ենք լինել անկախ պետություն, մենք պետք է մեր հարևան բոլոր երկրների հետ եւ աշխարհի գերտերությունների հետ մեր հարաբերվելու ձևերը գտնենք, բանաձևերը գտնենք։ Վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը բարեկամական կառուցողական էր բնորոշել, օրինակ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին մենք այսօր է հայտարարել, մենք թշնամանք եւ աղքատություն կստանանք ռուսների հետ, բառացի մեջ բերեց։ Ով է հայտարարել, որտեղ է հայտարարել։ Իր Facebook-յան պաշտոնական էջով։ Ինքն է հայտարարել, թե արհեստական բանականությունն է հայտարարել։ Ես կուզեի ճշտեմ, որ նոր պատասխանեմ, որովհետև ես արհեստական բանականության հետ վեճի կամ քննարկման չեմ մտնում։ Երբ որ ճշտենք ինքն է ասել, թե չէ, նոր ես կպատասխանեմ։ Դες կներեք, որն է պատճառը, որ Կարապետյանը ինքնուրույն հայտարարություն չի անում, տեսախցիկների։ Հայերեն նորմալ խոսել չի կարողանում, ոնց կարող է ինքը տեսախցիկների առաջ երկար նախադասություններ ասել կամ նախադասությունների շարան։ Ինքը հայերեն շատ վատ է խոսում։ Այս դեպքում բայց հայտարարում են իշխանությունն է, որ նրան փակել է տան ու հիմա չի կարող ընտրություններին մասնակցել ժողովրդավար։ Մի քանի անգամ պարզաբանվեց, որ որևէ մեկը նրա խոսքի ազատությունը չի սահմանափակել, որքան ուզում է կարող է տեսագրվել, ձայնագրվել եւ դիմել ժողովրդին, բայց նա դիմել ինչ լումայի արժեք ունի, երբ որ նա Հայաստանի քաղաքացի լինելուց բացի նաև Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացի է, նա չի կարող Հայաստանում լինել վարչապետ։ Եվ ես չեմ հասկանում, թե իրենք ինչու են Հայաստանի քաղաքացիներին խաբում, թե Սամվել Կարապետյանը կարող է վարչապետ լինել։ Գիտեմ, ասում են, եթե մենք ստանանք սահմանադրական մեծամասնություն, կփոխենք սահմանադրությունը եւ այստեղ իրենք ընկնում են ծուղակը, այսինքն իրենք առանց էլ մի քանի կոպիտ լրջագույն շատ ծանր սխալներ են թույլ տվել, օրինակ հայոց լեզուն պետական լեզվի մենաշնորհից զրկելը, նաեւ հայտարարությունների մասին, որ մենք կփոխենք սահմանադրության այն հոդվածը, որը թույլ կտա օտար երկրի քաղաքացիություն ունեցող մարդուն դառնալ վարչապետ, այսինքն սրանք գործողություններ են ուղղված Հայաստանի անկախության, Հայաստան պետության դեմ։ Եվ ես կարծում եմ, որ մեր հայրենակիցները այս ամեն ինչը շատ լավ հասկանում են, եւ ես ուղղակի Սամվել Կարապետյանին կհորդորեմ ինքը հավատարիմ մնա իրեն տեսակետին, որ ասում էր ես ինչ գործ ունեմ քաղաքականության մեջ մտնելու, ես ինքնաբավ մարդ եմ, թող գնա իր բիզնեսներով զբաղվի, որ երկրում ուզում է եւ հայաստանյան քաղաքական դաշտը ազատի այս փողային մոլուցքից, որը ցավոք սրտի արդեն իրենց թույլ են տալի մոտենալ հերոսների ծնողներին եւ անգամ շանտաժով պահանջել, որ պետք է իրենց հետ համագործակցեն։ Այս երևույթներից պետք է Հայաստանը զերծ պահել եւ ես կարծում եմ, որ եւ Սամվել Կարապետյանը եւ մյուս բոլորը շուտով կհասկանան, որ այդպես չի կարելի։ Եվ եթե ընդդիմադիր են, մարդը պարտադիր չի, չէ, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմը լինի, թող գնան դաշնակցությանը քվեարկեն։ Հայաստանյան ուժ է, թող գնան Հայաստանում գործած, ծնված, աշխատած մեկ այլ ուժի քվեարկեն, պարտադիր պետքա
օտար երկրի հայերեն լավ չիմացող կասկածելի օտար երկրյա, որովհետև մենք չգիտենք, չէ, բերում ենք մի մարդու, որը կապիտալի մեծ մասը գտնվում է դրսերում ու այդ մարդուն դնում ենք վարչապետ, բա որ այդ երկրներից Հայաստանի դեմ համապատասխան ճնշում լինի, պարզ է, չէ, որ մարդը թույլ էակ է եւ գայթակղությանը հեշտ չի դիմանում։ Էնպես որ եկեք Սամվել Կարապետյանի թեման փակենք, որը արհեստացիներ եւ հայաստանյան քաղաքական կյանքի հետ ընդհանրապես կապ չունի, որ բան անի, եւ ես կարծում եմ, որ մեր հայրենակիցները, եթե Սամվել Կարապետյանը ի վերջո որոշի գնա ընտրության, ինքը կստանա 1-2% առավելագույնը, բայց ես չեմ կարծում, որ այդքան էլ քվեարկի մարդը գնա քվեարկի մի ուժի, որը իրեն ի սկզբանե խաբում է, ասում է վարչապետը պետք է լինի այս, որը իրավունք չունի լինելու։ Այսքանը։ Այսօր ազգային ժողովում նախագիծ է քննարկում ընտրական օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում, անձնանունները կարգելվեն դաշինքների համար, սա արդեն իսկ Կարապետյանի ուժը որակել է որպես ժողովրդավարության դեմ քայլ։ Այս նախագծի վերաբերյալ դուք ինչ կարծիք ունեք։ Ես դրական կարծիք ունեմ եւ եթե երկիրը խորհրդարանական է, ապա կուսակցությունները պետք է ի վերջո այդ անձնակենտրոնությունից դուրս գան։ Թե չէ արդեն բան կլինի։ Հիմա բան մեկն է գա ասի ու չգիտեմ բարեկեցիկ Հայաստան Դոնալդ Թրամփի հետ, մյուսը կարող է նույն Դոնալդ Թրամփը Հայաստան չի կարող վարչապետ ընտրվել, նույն ձև Սամվել Կարապետյանը չի կարող։ Ես նույնիսկ կարող եի առաջարկել մեղմ տարբերակ, եթե ինչ-որ տենց ցանկանում են մարդու անուն ազգանուն լինի, գրել, որ այն մարդը, որը իրավունք չունի падգամավոր առաջադրվել եւ վարչապետի թեկնածու լինել, իր անունը չգրել։ Մենք կարող ասենք Պողոս Պողոսյան կամ Պետրոս Պետրոսյան, ես օրինակ եմ ասում, բայց ընդհանուր առմամբ ես կողմ եմ եւ այդ վայնասունը վայ ժողովրդավարության դեմ էս ինչ արիք վայ ժողովրդավարության դեմ գործունեությունը այդ որոշ մարդիկ ծավալել են շատ վաղուց ու մնացածն էլ արդեն թող ժողովուրդը քվեարկի, ընտրի, ոնց բայց բոլորի պարտքն է եւ քաղաքական ուժերի եւ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունները, որ մարդկանց բացատրեն, որ Սամվել Կարապետյանը կամ մեկ այլ մարդ, որը ունի այլ երկրի քաղաքացիություն, Հայաստանում չի կարող լինել վարչապետ։ Երբ որ ասում են իսկ նա բարեգործ է, շատ ներողություն բարեգործի մասին մենք չենք իմանում։ Բարեգործները սուսուփուս են իրենց գործերը անում։ Եթե ասում են ինչ-որ, չգիտեմ ինչ ասի, կրկես ասարկել, ես խնդրում եմ թող այդ կրկեսը շենք սաղոցեն, տանեն կալուգայում դնեն, ու էլ չասեն երեսնորովս այդքան չտան կրկես ասարկե։ Էս լավ է արես արկելա, բայց դա քաղաքականության հետ ինչ կապ ունի։ Հիմա ոնց բան անենք էլի, հիմա ազգային ժողովի նախագահ բանին, չգիտեմ, այս ծառերը տնկողին դնենք, կամ չգիտեմ, բուֆետ ապրանք բերողին բերենք, դա ինչ մանկական խոսակցությունները։ Ես վստահ եմ, որ այսպես այս ծանր բաներով ու ցավում եմ, որ Ռուսաստանի ղեկավարին դրեցին անհարմար վիճակի մեջ։ Կան Հայաստանում ուժեր, մարդիկ, որոնք վազում են Ռուսաստան ու ներկայացնում են մի այլ իրավիճակ։ Իբր ժողովուրդը տենց նստած ասում է, երբ պետքա օր առաջ ռուսաստանցի գործարարը գա Հայաստան ղեկավարի, Հայաստանը ղեկավարի, իսկ այ իշխանությունները թույլ չեն տալի։ Բայց դա Ռուսաստանի խնդիրն է, արդեն ում հետ է Հայաստանում համագործակցում։ Տեսեք, ընտրությունների ընթരാճ հիմա արդեն իսկ քաղաքական ուժերը ինչ-որ սոցհարցումների արդյունքներ են հրապարակում։ Հայաստանում կներեք էլի ընդհատեմ ձեր խոսքը, Հայաստանում որևէ սոցհարցում իրական պատկերը չի տալիս եւ չի կարող տալ, որովհետեւ հայ մարդը ինքը փակ մարդ է եւ երբեք չի ասում այն էլ սոցհարցումների ժամանակ, թե ինչ մտադրություն ունի։ Կարելի է տրամադրությունների ժողովրդին իմանալ նրա այդ շփվելով, օրինակ
հարց ու փորձ անելով, դες այսպես գլխի ընկնելով, թե նա ինչ, բայց որ ուղիղ գնաց հարցնես ում ես քվեարկելու, նա եթե պատասխանել, ճիշտ չպատասխանել։ Կներեք, հարց հետևյալն է, արդյոք դրանով հող չի նախապատրաստում, որ ընտրություններից հետո ասեն, տեսեք, մենք ասում ենք, հիմա ընտրությունները կեղծեցին։ Դե այդ հնարքը վաղուց անում են, անում են, այդ նաև հոգեբանական է, որ ասեն, գիտեք, ժողովրդի այսինչ տոկոսը չեբուրաշկային կամ կոկորդիլոս գենային տենում է վարչապետ, որ մարդկանց վրա հոգեբանորեն ճնշում գործադրեն, որովհետև մի մասը իրոք մեր ժողովրդի այսպեսին ասում են, հա լավ կոկորդիլոս գենան է ընտրվելու, գնանք մենք է կոկորդիլոս գենային ընտրենք։ Այս դեպքում արդեն այդ հնարքն է, բայց այդ էլ չի աշխատում արդեն էլի։ Դրա համար այստեղ շուստրի տղերքն են փող աշխատում այդ իբր սոցհարցում անողները եւ նրանց հարցում պատվիրողները։ Օրինակ, գրում ասում են Սամվել ջան, Կարապետյան ջան, մեզ տուր X գումար ու դա լինում է շատ մեծ գումար, մի հատ լավ սոցհարցում պատվիրենք, տենանք մեր վիճակը ոնց է։ Գրում են իրանց ընկերոջը, ասում են ախպեր գործ ա կպել, անդուտ այս թվերը կնկարես կտաս, այսքան փողը քեզ, այսքան փողն էլ մեզ, բայց դու կասես, որ քեզ այսքան փող ենք տվել, հետո բերում են տալիս են, ասում են շեֆ, տես, այո, պետք է շարունակել այս պայքարը, դեմ ես դու այս մեծ հեղինակություն ունես, ու այսպես խափում են, որովհետև Սամվել Կարապետյանը ոչ Հայաստանից է տեղյակ, ոչ էլ առավել եւս հայ մարդու մտածողությունից ու իրականությունից, թե քաղաքականությունը ինչ է, քաղաքական դաշտը ինչ է Հայաստանյան, ինչ ասում են հավատում է, խեղճ մարդ է իրականում, ասում են տուժած մարդ է այդ մարդը, կողքինները խափում, ասում են շեֆ, ժողովուրդը քեզ սպասում է, գիտես քո ինքն ես sense անկախ իրանց ասում է, հա էլի երևի ես եմ փրկիչը, այդ ընթացքում մի քանիսը լավ փող են աշխատում, ընտրություններից հետո հայտարարում են, որ կեղծիքներ եղան, շեֆ ջան, դե որ չկեղծեին դու էիր անցնում, բայց դե ինչ անենք, բան մի քանիսը երջանիկ նոր բնակարաններ, նոր ավտոմեքենաներ, իսկ Սամվել Կարապետյան հերթական տխուր փաստի առաջ են կանգնելու, այսքանն է իրականությունը, պարզ խոսենք, պարզ բառերով։ Այսքանը շնորհակալ։ Ձեզ շնորհակալ։